Ահա, նույն երաժշտական տրամադրությամբ շարունակում ենք մեր եթերը եւ ես իրոք ուզում եմ տեղեկացնել, որ Civil Art մշակութային հասարակական կազմակերպությունը Բարդերի ակումբի աջակցությամբ մեկնարկում է Հուսո Առագազ տեղինակային երգի միջազգային 11-րդ փառատոնը։ Հայտերի ընդունմանը հաշված օրեր են մնացել, իսկ մինչև այդ ընտրական փուլի սպասվող համերգի եւ փառատոնի մասին կզրուցենք մեր շատ սիրելի հյուրի հետ։ Այո, ես շատ սիրում եմ նրան ներկայացնելուց միշտ ասել Բարդերից ամենապարզը եւ իհարկե ամենագնդապետը։ Այսօր մեր տաղավարում է Հուսո Առագազ 2025 հեղինակային երգի միջազգային փառատոնի ժյուրի երգահան հրաշալի մարդ Գեղեցկուհի Արմինե Հայրապետյան։ Բարի լույս, սիրելիներ, շատ լավ, շնորհակալություն։ Շատ հաճելի անակնկալ էր, երբ ինձ ուղարկեցին ձեզ մոտ տաղավար, ու ես բացահայտեցի, որ դուք եք հաղորդավարները այս հաղորդման։ Ճիշտն ասած չգիտեի ուր էի գնում, ինձ ասացին պետքա գնաս եթեր, եւ ես իհարկե Սուրեն ջան մեծագույն երջանկությամբ եկել եմ մի քիչ պատմելու, կիսվելու ամառային տրամադրությունը ձեզ փոխանցելու, թեպետ դուք ինքներդ ամառային տրամադրության մեջ եք, բայց ես այսպես ներքին թրթիռով եմ արդեն լեցուն, որովհետեւ պատկերացնում եմ թե ինչպիսի արխիվում ինչպիսի փառատոն է սպասվում, մենք արդեն բավական շատ հայտեր ունենք, բավական հետաքրքիր կազմով հուսամ եւ շատ հույս ունեմ որ հանդիսատեսը ովքեր հիմա դիտում են մեզ հնարավորություն կունենան Սևանում նույնպես ունկնդրելու նաեւ հորդորում եմ շատ հորդորում եմ որ մնացել են ընդհանրապես իսկապես հաշված օրեր 4 օր մինչեւ հայտերի ընդունումը եւ փառատոնի ամենամյա կարեւորագույն անելիքը բացահայտել նոր անուններ ստեղծագործողների թվում այն կատարողների, ովքեր իրենց հեղինակային ստեղծագործություններն են կատարում, երբեմն եւ շատ հաճախ։ Նրանք բացահայտվում են այսպես թաքուն մանուշակների նման թաքնված ինչ-որ կերպ եւ այս հարթակը այն միջավայրն է, որտեղ մենք ուզում ենք իրենց հնարավորինս լավ բացահայտել, իրենց բույրով, իրենց գույնով եւ բոլոր հնարավոր գեղեցիկ ելևէջներով։ Դուք այնքան բարի մարդ եք, ինձ հետաքրքիր է ժյուրի այդ պարտականությունը ոնց եք վերցնում։ Հենց այդ ձևով եմ վերցնում, ճիշտն ասած, բոլորի համար պայքարողը հիմնականում եղել են հետաքրքիր դեպքեր այս տարիների ընթացքում, երբ ունեցել ենք բավական հետաքրքիր, երբեմն վիճելի մասնակցության խնդիր, ասենք ժանրային մի փոքր կարող է անհամապատասխանություն լինել, իրականում այստեղ ժանրի նկատմամբ բավական լուրջ խստություն կա եւ խոսքի եւ մեղեդու համահունչ լինելը եւ խոսքը հայերեն, հայեցի ըստ էության, այսինքն աշխատում ենք հնարավորինս այն մաքուր ձևով ընկալումը ներկայացնել եւ աղճատված չլինի, բայց երբեմն կան ստեղծագործություններ եւ դա մեր այսպես շատ լուրջ կայացած հեղինակ կատարողների գործերում նույնպես կան, երբ խոսքը պիտի կենթանի լինի։ Ես ինքս խոսում եմ շատերի համար մի քիչ ընդգծված թերևս գրական, բայց ես դա հատուկ ընդգծված չեմ անում, ուղղակի իմ խոսքն է այդպեսին, ես այդպես մեծացել եմ, այդ մշակույթով եմ ապրել։ Եվ գտնում եմ, որ գեղեցիկ խոսելը միշտ հաճելի է, գեղեցիկ խոսք լսելը մշտապես հաճելի է, իսկ առավել եւս այս օրերին, երբ մենք այս տարիների ընթացքում, երբ մենք տեսնում ենք բազմալեզվյան հասարակության, ես ինքս բազմալեզվյան մարդ եմ, բայց մեծ հարգանքով եմ մոտենում յուրաքանչյուր լեզվի եւ յուրաքանչյուր լեզվի մեջ չափից ավելի լուրջ վերաբերմունք կա լեզվի մաքուր հնչողությանը։ Ինչ ենք մենք արհեստականորեն աղճատում լեզուն եւ սխալ ձևաչափերով, սխալ վերջավորություններով կամ գոյություն չունեցող քերականական նոր ձևաչափեր ստեղծում։ Այդ տեսակետից միշտ կա այդ լրջագույն մոտեցումը փառատոնի ժյուրիի որոշակի, ասենք, ներկայացուցիչների մոտ եւ կան ներկայացուցիչներ, ովքեր հատկապես դիտարկում են մեղեդայնության եւ խոսքի մեղեդի համահունչ լինելու հարցը, բայց ինչու եմ այս ամբողջ նախաբանը տալիս, որ միևնույն ժամանակ պետք է նաեւ հասկանալ, որ կան դրվագներ, երբ խոսքի մեջ փոքրիկ, այսպես նյուանսներով ընդհանրապես իրեն ավելի ինքնատիպ, ինքնօրինակ, իր վիճակի մեջ ճիշտ լինելու համար բովանդակային ինքը կարող է համապատասխանել։ Եթե այդ նրբիկ համապատասխանությունը կա, ես կարծում եմ նույնիսկ այդ նման էքսպերիմենտները կամ փորձերը կարող են հետաքրքիր լինել եւ եղել են դեպքեր, երբ որ ես պայքարել եմ մասնակիցների համար, ում աշխատանքը ավելի էքսպերիմենտալ է եղել, ավելի փորձարարականի մոտեցող, որովհետեւ կարծում եմ, որ
այս ժանրը քարացած ժանր չէ այնուամենայնիվ, թեպետ ինքը բավական հին եւ մշտապես մարդու հետ գոյություն ունեցող երևույթ է, որովհետեւ սկսած այդ քնարահար, տավղահար հիմն երգողներից, որոնք հազարամյակների վեր երգում էին հիմներ, իրենց այն ժամանակ դա հիմն էր կոչվում, ասքեր, բալադներ, հերոսների մասին նրանք կատարում էին այդպես շրջիկ մարդիկ, ովքեր պատմում էին բանավոր պատմությունը, այն ժամանակ պատմությունը պատմողները բարդերն են եղել պաստորեն, էլի։ Ես ուզում եմ բարդերը մի քիչ խրատեմ, ժողովուրդ ջան, հնամյա պատմություն կա, այո։ Իհարկե այդ ձևաչափից եկող ինքը որոշակի փոփոխություններ կրել է, բայց միշտ ներկայացրել է ճիշտ ժամանակը, այդ ժամանակի իրավիճակը, այդ ժամանակի լույսը, գույնը, հասարակ մարդու կյանքն է ըստ էության ավելի շատ ներկայացրել, եւ ես կարծում եմ այդ տեսակետից պիտի շարունակի այդպիսին լինել, այսինքն վերամբարձ տոնը արհեստական է դարձնում բարդի ստեղծագործությունը։ Փառատոնը նրա համար է, որ ոչ թե հենց բարդերում արդեն կայացած հեղինակ կատարողները ներկայանան ու ներկայացնեն, այլ նոր անուններ բացահայտեն։ Ամեն տարի հաջողվում է նոր բարդեր գտնել, ծիլեր գտնել, որոնք հաստատ մեծ ճյուղեր են տալու։ Շատ լավ բառ օգտագործեցիք, սիրում եմ երևույթը ծիլ երևույթը եւ բառը ծիլ ճիշտ արտացոլում է հենց այդ խնդիրը, որ մենք ուզում ենք եւ դրել ենք մեր առջեւ, այս անգամ Էդվարդ Զորիկյանը ասում էր անգամ պետք է մտածել մի նոր անվանակարգ, որտեղ երևի թե ամենափոքրիկ առագաստի անունով միգուցե, որովհետեւ հենց ծիլեր ունենք շատ վերջին տարիներին բավական ակտիվացել են, ինչի ինձ համար չափազանց ուրախալի է, ակտիվացել են սկզբից ուզում եի ասել երիտասարդներն ու պատանիները, հիմա պիտի ասեմ երեխաները։ Անցյալ տարվա փառատոնին կոնկրետ այնքան շատ էին։ Իհարկե կատարողների թվում իրենք ավելի շատ էին, բայց նաև կան ստեղծագործողների մեջ, ինչը նախ եւ առաջ զարմանալի չէ, ճկուն մտքով երեխեք ունենք եւ տաղանդավոր երեխաներ ունենք շատ, բայց հաճելի է, որ իրենք քաջություն են դրսևորում իրենց ստեղծագործությունը ցույց դնելու։ Ես ինձ հիշում եմ բավական մեծ դժվարությամբ, թեպետ շատ դժվար է ասել, երևի թե առաջին հայացքից ոչ ոք չի պատկերացնի, որ ես կարող եմ վարանած լինեմ երբևէ, բայց հավատացեք, ես շատ մեծ դժվարությամբ եմ ամեն ստեղծագործությունը դողդողալով ներկայացրել, որովհետեւ միշտ վախեցել եմ ոչ թե ծիծաղի առարկա չլինելուց, այլ որ իմաստ ունենա, ինչի համար եմ դա ասում, չէ՞ որ բազմիցս արդեն երգվել է սիրո մասին, բնության մասին, անընդհատ այդ թեման թվում է թե արդեն վերջ, Ժակ Բրելից հետո ասվեց ամեն ինչ սպասումի մասին, կամ ստվեր լինելու մասին, կամ Ռուբեն Հախվերդյանից հետո ասվեց ամեն ինչ Երևանի գրավչության, Երևանի գիշերների եւ ամեն ինչի մասին, չէ՞, բայց միևնույն է միշտ կա այդ նոր ասելիքը։ Եվ այնտեղ, երբ այդ ասելիքը յուրահատուկ գույն է հաղորդում, այ դա իհարկե բացառիկ, իսկապես տաղանդն է, երբ որ մենք կարողանում ենք գտնել ոչ թե մտքի կրկնություն, ոչ թե երաժշտական ինչ-որ հնարքների կրկնություն, այլ իսկապես մաքուր, ազնիվ, բյուրեղյա միտք եւ խոսք։ Իսկ դա տարիք չի ճանաչում ըստ էության։ Ինձ համար եւ կարծում եմ իմ ընկերների համար նույնպես ամենագրավիչն այն է, որ այո, տարիքը բավական երիտասարդացել է, բայց մենք ուզում ենք նաեւ այդ ամենի մեջ շարունակել պահել լուրջ մոտեցումը եւ երեխաները նույնպես նույն լրջությամբ են մոտենում։ Ուրախալի է նաեւ, որ ավակ սերնդի ներկայացուցիչներ նույնպես, ովքեր երբևէ հանդես չեն եկել, իրենց ստեղծագործություններով հայտնվում են, գալիս են եւ քաջաբար ներկայացնում, պետք է գտնել իրենց։ Դե եկեք նաև մեղեդին գտնենք այս առավոտվա։ Հույս ունեմ, որ ձեզ դուր կգա, Սուրեն ջան, լավ իմանալով, թե դուք հատկապես ինչ եք սիրում իմ երգացանքից, բայց դրա նման մի բան է եւ ամառային թեմաների մեջ շատ համահունչ, ես երբեմն երբ փնտրում էի իմ թեմաները, դրանք գտնում էի տարբեր բնության երևույթների մեջ, բայց նաև մեր մշակույթի յուրահատուկ գողտրիկ անկյուններում կան այդպիսի բաներ, այս մեկը համբարձման տոնին է նվիրված, բայց ոչ թե համբարձման տոնին հատկապես, այլ դուք կհասկանաք արդեն, ինչի մասին է երգում կինը, սիրո։ Կակաչը բացվել է, հերով պատել է, սարալանջը մոտիկ, դեղին է լույսը, իմ մոմի լույսը, արևի մի շողիկ,
կխաղամ նազանքով, հագուստի քղանցքով, միջարաճը ջիհովիկ, ամբարձման կիրակին է, հույսը անգին է, հնչեց մի անուն, զարկեց մի սրտի, վայ վայ հրեն, տղերքն եկան, Կուժը պահեք չգողանան, յոթը աղբրի ջուր է առած, մեջը գողտրիկ սեր է պահած, վիճակը հանել է, նստելու սպասել է, իր սրտի միակին, միակն էլ ելել է, թողել գնացել է, Սարերից էլ անդին, ու ինչպես իմանա, սիրտը չի դիմանա, որ նա էլ չի գա, հանուն մի ուրիշ է կաղճկա, վայ վայ հերեն տղերքն եկան, Կուժը պահեք չգողանան, յոթը աղբրի ջուր է առած, մեջը գողտրիկ սեր է պահած, բաց երկնքից աստղու լուսին, ջուր են մաղում ծամուսին, ջերմակեցեն ոսկի վարսը, ուր կորավ մեր նորահարսը, վայ վայ հրեն տղերքն եկան, Կուժը պահեք չգողանան, յոթը աղբրի ջուր է առած, մեջը գողտրիկ սեր է պահած, Բրավո։ Շատ սիրուն երգ։ Ես մի զարմանում եմ, թե Արմինեն ինչպես է կարողանում այսքան sense մի տեսակ այո նուրբ էներգիան մի ուրիշ ձև արևով շատ ցանկացած գործ, որը նույնիսկ եթե մի քիչ էլ տխուր է, բայց մեկա դու այսպես հույսով լեցուն ես լսում։ Արմինե, սա այն ոչն է, որտեղ միտքն ու խոսքն են առաջին պլանում եւ բարդերը պատմիչներ են։ Ամեն մի երգ մի պատմություն է։ Սկիզբ, կուլմինացիա, ավարտ։ Ստացվում է այնպես, որ գիտարը վերցնեք ու պատմություն չլինի, խոսքերը չհերիքեն։ Լինում է այդպես եւ դրանք երբևէ չեն ներկայացվել, եղել են երգեր, այսինքն միտք եկել է եղել է մեղեդի, բավական լավ մեղեդի, որ իր ապրումներն այնքան շատ են, որ դեռ մաղվելու կարիք կա։ Ինձ մոտ սովորաբար դա լինում է զգացմունքների խտությունից։ Այսինքն պատկերացրեք, որ երբ ոսկու հանքում մարդիկ ավազի միջից պիտի ոսկին լվանան, հենց այդ լվացքի պահն է, երբ որ դուք ձեր այդ մաղի մեջ, այդ տաշտակի մեջ այնքան եք այն շարժում, մինչև որ այդ թանկարժեք մետաղը, այդ հատիկները, այդ ավազահատիկները իրենք սկսում են առանձնանալ։ Երգի պահն այն հատվածն է, մենք շատ հաճախ կարող ենք ունենալ եւ դուք շատ լավ հարց տվեցիք եւ նման դեպքերում երբեմն հեղինակները գայթակղվելով մի հատված, մի գեղեցիկ արտահայտության կամ մեղեդու լավ ֆրազի, որը երբեմն իսկապես շատ յուրահատուկ կարող է լինել, իրենք կարող են փորձել այդ բացը լրացնել ինչ-որ շատ կրկնություններով, արհեստական ինչ-որ ձևաչափերով։ Ես նախընտրում եմ նման բաներ չանել, որովհետև դուք եթե տեսնում եք իմ խոսքը խիտ է, ինքը խիտ նկատի ունեմ հաճախ չեն կրկնությունները ձայնարկությունների կամ անի, ինչու, որովհետև երբեմն իհարկե, երբ որ մենք ստեղծագործական մշակման կարիք ունենք, դա կարող ենք անել այսպես առանժիրովկայի, բայց արհեստականորեն հագեցնել ես նախընտրում եմ չանել։ Այո։ Շատ լավ, եւ քանի որ դուք ձեր երգերում, հա, պատմություններում միշտ այսպես լուսավոր կետ ունեք, ցանկացած պատմության մեջ, նույնիսկ եթե այնտեղ ամբողջությամբ տխրության հոգսերի մասին է, միշտ կա լուսավոր կետը, Արմինեին հատուկ լուսավոր կետը։
Սուրեն ջան, ինձ թվում է, որ եթե մենք այդպիսով օրինակ ենք ցույց տալիս մարդկանց, մեր օրինակով, ես սովորաբար ուրիշների վրա չեմ բերում օրինակները, դա քաղաքավարի չէ, այսպես ասած, պատմել ուրիշի պատմություն, ասել այ տեսեք, այսինչ այսպես արեց։ Դու բերում ես քո սեփական օրինակը, որտեղ դու կամ կարողացել ես, կամ չես կարողացել հաղթահարել, եւ ձախողումների օրինակները նույնպես դրական օրինակներ են, եւ անգամ երբ որ դրական են այն առումով, որ իրենք կարող են դաս լինել ուրիշների համար, ինչպես չանել, ինչպես չսխալվել, կամ ինչպես տեսնել, որ ամենամութ գիշերից հետո լինելու է անպայման լուսաբացը։ Հակառակ դեպքում մարդիկ շատ հեշտությամբ կարող են տրվել տրտմության փորձություններին, խառնիխուռն ժամանակներին, եւ գիտեք ամենամեծ ունակությունը, որ մարդը ունի, ի վերուստ տրված է ներելու ունակությունը, որ պետք է այսօր ավելի ու ավելի շատ դրսևորել եւ մի քայլ հետ անել այն իրավիճակից, որում դու գտնվում ես, որպեսզի ավելի լայն կարողանաս տեսնել եւ գնահատել եւ այստեղ մի փոքր փիլիսոփայության կարիք կա ըստեյության եւ մի փոքր հոգեբանության կարիք կա։ Հետեւաբար հեղինակ կատարողի վրա մեծ պարտականություն է դրվում։ Մի անգամ Ռուբեն Հախվերդյանը ասաց հրաշալի կերպով, ասաց այն պահից ի վեր, երբ դու դառնում ես, դա արդեն դառնում է պարտականություն, պարտավորություն, դու ստանձնում ես մի պարտականություն, որից հրաժարվել չես կարող։ Ինչպես ասում են փոքրիկ իշխանը, մենք իհարկե պատասխանատու ենք բոլոր նրանց համար, ովքեր ում ընտելացնում ենք մեզ։ Մի անգամ այն տեղիներ այս պահին Սուրեն ջան։ Ձեր բոլոր լսողներին արդեն ընտելացրել եք ձեզ եւ իհարկե ունեք այդ կարևոր պարտավորվածությունը նրանց ամեն անգամ նոր մտքեր նվիրելու։ Ուզում եմ նվիրել Սարգոն, Սպիտակ չոր գինին, կարծում Սևանի ափին, Խարույկի դիմաց, հիանալի տրամադրություն կարող է ստեղծել։ Եվ քանի որ դուք ինքնին ձեր տեսակով, ձեր գործունեությամբ, ընդհանրապես մարդ տեսակով ամբողջությամբ սեր եք, ջերմություն եք, ես ուզում ձեզ նվիրել հենց այս սիրտը, որ կոչվում է սիրում եմ։ Այստեղ իհարկե հայտնի երգերից բառեր են, որոնք կարծում եմ շատ կարևոր են մեզ համար։ Քեզ երկինքը հաստատ ինձ համար է հորինել։ Այս բառերը հաստատ կա այն մարդը, ով կարող է այս բառերի հեղինակը լինել ձեզ համար։ Շատ շնորհակալ եմ անպայման սիրով եւ հենց առաջինից հանդիպմանը այսօր սամ։ Շատ լավ է, շնորհակալ եմ։ Շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար եւ մենք ձեզ բոլորից սիրով սպասում ենք Սևանի ափին, իսկ հեղինակ կատարողներին հորդորում ենք անպայման չմոռանալ, դիմել հեղինակներին եւ դեռ ժամանակ կա մասնակցել փառատոնին, հրաշալի օրեր են սպասվում։ Շնորհակալություն։ Մենք ձեզ մեծ հաջողություններ ենք մաղթում եւ հատկապես փառատոնին, թող այս տարվա մեկնարկը շատ հիշարժան եւ շատ տարբերվող լինի։ Շնորհակալություն, շատ շնորհակալ եմ ցանոթ։ Պիտի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։